Ասացի եւ պիտի նաեւ ասեմ, որ իմ տպավորությամբ մամուլում մեկնաբանությունները շատ ավելի վատն են, քան իրականում գետնի վրա տեղի ունեցող, որովհետեւ գետնի վրա մենք բնականon հունով գազամատակարարում ենք ստանում ենք այն սակագնով, որը սահմանված է, աշխատում ենք գործընկերների հետ, այնպես ինչպես աշխատել ենք նախկինում, այսինքն ավելացնելու, մեկնաբանելու այլ բաներ չկան։ Լավրովն ասել է, ոչ թե ոչ պաշտոնական որևէ դիմում չունի հայկական կողմը, ոչ սակագնի վերանայման մասով պաշտոնական այլ տեղեկատվություն չկա, քան այն տեղեկատվությունը, ինչը հրապարակվել է մամուլում շուրջ 1 ամիս առաջ, մեր գործընկեր նախարարության միջոցով ենք ստացել գրություն, այդ բովանդակությամբ, բայց նորից պետք է ասեմ, մենք մեր ռիսկերը կառավարում ենք, այդ թվում սակագնի ավելացման մասով, մտահոգություններ, թույլ տվեք շատ փակագծեր չբացել, մեր ռիսկերը մենք կառավարում ենք, որովհետև այդքան էլ պատկերը այնպեսին չէ, ինչպեսին կարող է տպավորություն ստեղծվել առաջին հայացքից։ Չի ստացվի, որ եվրոպական գներ սահմանվեն նաև Հայաստանի համար։ Չեմ կարող ասել ինչ կստացվի, ես կարող եմ ասել, որ քաղաքացիները մտահոգվելու առիթ այս պահին այդ առումով չունեն։ Խուդատյան, դուք ասում եք վիճակը փոփոխություն։ Ոչ, հնարավոր փոփոխություն չկա, որովհետև մենք պայմանագիր ունենք եւ այդ պայմանագրի ժամկետը ձմեռվանից էլ հետո է լրանում։ Խուդատյան, դուք ասում եք, Հարգելի գործընկերներ, միակողմանի պայմանագիր խզվելու համար հիմքեր են պետք։ Մենք նորմալ աշխատում ենք, ստանում ենք գազը այն սակագնով, որով ստացել ենք, ստանում ենք գազը այն գրաֆիկով, որով ստացել ենք գործընկերների հետ, նորմալ չէ, շատ լավ աշխատանքային հարաբերություններ ունենք, մեր աշխատանքային հարաբերություններում ոչինչ չեն փոխվել։ Հիմքը կարող է լինել, որ Լավրովը նաև 3 հայտարարել է։ Դե հիմա մենք ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի մասով արդեն ասել ենք, դրա հետ կապված ավելացնելու ոչինչ չունենք եւ կարծում եմ դա տեղեկատվությունը, այսինքն փոխանցեցի ձեզ ամբողջությամբ, խնդրում եմ չստեղծել այնպիսի տպավորություն, որ Հայաստանում ավելի շահագրգռված ենք գազի գնի բարձրացման, որտեղ դուք ասում եք վիճակը այդքան վատ չէ, ինչպես ներկայացվում է, բայց ամեն դեպքում ես պնդում եմ, որ մենք ունենք պայմանագիր, որը ժամկետի մեջ է եւ հիմա շարժվում ենք այդ պայմանագրով։ Դուք ասում եք վիճակը այդքան վատ չէ, ինչպես որ ներկայացվում է, բայց Լավրովը երեք ասել, որ պետք է հրատապ այդ հարցը լուծվի ԵԱՏՄ-ից դուրս գալու, այսինքն արդեն մեզ ոչ թե ընտրության հնարավորություն են տալիս, այլ ասում են, որ պետք է դուրս գաք։ Հիմա այս դեպքում ինչ պետք է անի Հայաստանը, այսինքն կողմնորոշվելու անգամ տեղ։ Մենք դրա հետ կապված մեկնաբանություններ բազմիցս արել ենք, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է եւ մեր պլանները այս պահին այնպիսին են, ինչի մասին հանրապետության վարչապետը բազմիցս հայտարարել է։ ԵԱՏՄ-ում ենք եւ վերջ։ Այս պահին մենք ԵԱՏՄ-ում ենք եւ վերջ։ Շնորհավորում Փաշինյանին, Ռուսաստանի Դաշնության նախագահ դեռևս չի շնորհավորել։ Փաշինյանին ասում է, մինչև վերջնական արդյունքներ ընտրությունները չլինի, չէ։ Կան երկրներ, որոնք արդյոք վերաբերմունք չէ Հայաստանի հետ հարաբերությունների։ Կան երկրներ, որոնց ղեկավարները սպասում են պաշտոնական արդյունքների հրապարակմանը, կան երկրներ, որոնց ղեկավարները սպասում են նախնական արդյունքների հրապարակման, այսինքն հիմա շատ լավ պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո այդ հարցը ոչ չեմ տեսնում։ Բայց Փաշինյանը ասել էր ընտրություններից հետո մեկնելու են Մոսկվա։ Հարգելի գործընկերներ, ընտրությունների պաշտոնական արդյունքները դեռևս չկան եւ հանրապետության վարչապետի արտասահմանյան գործողումների գրաֆիկ էլ դեռևս չկա ենթադրվում, եթե լինի կիմանաք որ երկիր մեկնեց էլի։ Պարոն Խուդատյան, երեքանից ընդդիմադիր տարբեր ուժեր Facebook-յան դերով էին սկսել, թե դուք Մեղրաձորում 0 ձայն եք ստացել, այնինչ ըստ արձանագրության 717 ձայն։ Ըստ ձեզ ինչ նպատակ ուներ այդ մեդիա տերորը։ Տպավորություն ստեղծել, որ մեր իշխանությունը ընտրությունների կազմակերպման մասով նման է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի իշխանություններին, այսինքն ընտրակեղծարար իշխանություն է։ Բնականաբար հասկանում եմ ԲՀԿ-ի գործընկերներին, իրենք շեմային վիճակում են գտնվում եւ որոշակի քվեների տեղաշարժ կարող է արդյունք ապահովել իրենց համար, ես էլ լինեի իրենց տեղ վերահաշվարկի համար կդիմեի, այդ մասով այտենց ֆորս մաժորային ինչ-որ իրավիճակ չունենք, վերահաշվարկը կարվի կհասկանանք վերահաշվարկի արդյունքում փոխվում է պատկեր թե չէ, բայց եթե պատկեր նույնիսկ փոխվի, ավելանա ինչ-որ քաղաքական ուժերի կամ պակասի ինչ-որ քաղաքական ուժերից, դա լինելու է մի քանի քվեների համար, այսինքն ընդամենը խոսքը մի քանի քվեի մասին է եւ պիտի ասեմ, որ արդեն մինչ այս պահ տեղի ունեցած ճշգրտումների արդյունքում ամենաշատը ավելացել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության քվեները, այսինքն տրամաբանություն չկա նաեւ այդ առումով մեկնաբանությունները չեմ հասկանում ինչի մասն է, քաղաքացիական պայմանագիրը, օրինակ ընտրությունները պայմանական ասած կեղծի այնպես, որի արդյունքում իր քվեները
քաղաքացիների կողմից ստացած քվեների համար արձանագրվեն օրինակ 1000-ով ավելի ցածր, այդտեղ տրամաբանություն չկա, իսկ այն որ ընդդիմությունը այս ընտրություններում ձախողվել է, իրենց ակնկալիքը որն էր բաժանել հնարավորինս մեծ թվով ընտրակաշարք, ապահովել այլ երկրներից հնարավոր մեծ թվով մարդկանց մասնակցություն, ինչի ականատեսը եղանք վերջին ուրեմն շաբաթների ընթացքում, բայց հասկանալի է, որ նաև այդ հանգամանքը փորձել են ամբողջությամբ գործի դնել, ինչը կանխվել է, չի ստացվել, մասնավորապես հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բազմաթիվ ձայնագրություններ են հրապարակվել եւ երեք էլ նաեւ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ասաց, որ դեռևս առաջիկայում էլ որոշակի հրապարակումներ կլինեն, նոր քրեական գործեր կլինեն այս մասով, հասկանալի է, որ Նաև ընտրակաշարքի ազդեցությունն է մեծ եղել, բայց ընտրակաշարքով էլ նույնիսկ ընդդիմությունը այնքան ապաշնոր է, որ չի կարողացել իր համար բաղձալի հաղթանակ ունենալ, ինչը մեր համար խիստ կանխատեսելի էր, որովհետև հնարավոր չի արգելի գործընկերներ հրապարակում ունենալ 10,000 մարդ, հետո հայտարարել, որ ունենք 80,000 մարդ եւ ակնկալել, որ դե 80,000 մարդ ենք ունեցել հանրահավաքին, դա հսկայական թիվ է։ Հիմա ընդդիմությունը հետեւյալն է անում, փորձում է ստվեր գցել ընտրության արդյունքների վրա, բայց դա էլ չի ստացվելու իրենց մոտ, որտեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գնացել են ընտրության, իրենք գիտեն ում են քվեարկել, իրենք գիտեն մոտավորապես իրավիճակը ոնց է, այսինքն էական Ինչպես է գնահատում, որ Ռուսաստանը մինչև օրս չի շնորհավորել։ Ես ասեցի, կան երկրներ ըստ ամենայնի, որոնց ղեկավարները սպասում են նախնական արդյունքներից հետո շնորհավորել են, կան երկրներ, որոնք սպասում են վերջնական արդյունքներից հետո, վերջնական արդյունքների չեմ տեսնում միտում, քանի որ վերջնական արդյունքները չեն հրապարակվել, եթե ուշադիր լինենք, կարող պարզի, որ էլի այլ երկրներ կան, որոնց ղեկավարներն էլ դեռ չեն շնորհավորել, այսինքն Եվրոպական երկրներ, ոչ միայն եվրոպական երկրներն են շնորհավորել, օրինակ Վրաստանի վարչապետն է շնորհավորել առաջիններից մեկը, Ղազախստանի նախագահն է շնորհավորել առաջիններից մեկը, եվրոպական երկրները շնորհավորել են, բայց վստահաբար եվրոպական երկրներն էլ ոչ ամբողջ կազմով են շնորհում։ Ես միտում շատ լավ, մեր ռազմավարական դաշնակիցը ըստ ամենայնի սպասում է պաշտոնական տվյալների ամփոփմանը, իդեպ դրան էլ ենք մենք սպասում։ Չեմ կարող ասել արգելի գործընկերներ, խնդրում եմ այդ հարցերը վարչապետի աշխատակազմ կամ արտաքին գործերի նախարարության ուղղել։ Այսպիսի հայտարարություններ արել, որ իրենց հույսը ամեն դեպս կարծում եք այդպես է, որ 8 падգամավոր դիրքորոշումը կփոխի եւ Նիկոլ Փաշինյանը իր աթոռը կկորցնի, նախորդ գումարը Նարեկ Կարապետյանը ճիշտ կանի զգուշ լինի, որովհետեւ վերջին իրադարձությունները ցույց են տվել, որ սովորաբար այդպիսի դեպքերում ընդդիմությունից են տեղափոխվում իշխանություն։ Բազմաթիվ այդպիսի իրենք զգուշ պիտի լինեն դրա մասին խոսելով, որովհետև կարող է պատկերը լինել այնպես, ինչպես նախորդիվ եղել է։ Չեմ սպառնում։ Պարոն Գուդասյան, դուք ասում եք ջախջախվել է ընդդիմությունը, բայց ամեն դեպքում Փաշինյանն էլ 49% ձայն է հավաքել, եթե փոշիացված ձայները չավելանային։ Իսկ փոշիացված ձայները դա Փաշինյանին աջակցող ձայներ չեն։ Այսինքն ըստ էության նա 50% նույնիսկ ձայն չի հավաքել։ Սա խնդրահարույց չէ ձեզ համար։ Ոչ, խնդրահարույց չի մեզ համար, պարլամենտական կառավարման երկրում մենք արդեն 8 տարվա իշխանություն ենք, եթե ուշադիր լինեք, աշխարհի տարբեր երկրներում կոալիցիոն կառավարություններ են ձևավորում նաև այսպիսի ընտրությունների արդյունքում, իսկ քաղաքացիական պայմանագրի դեպքում քաղաքացիական պայմանագրի անգամ չի աջակցել Փաշինյանին։ Հարցին պատասխանել, մեզ աջակցել է ընտրության մասնակիցների 49.9%-ը, որի եւ 50%-ի մեջ տարբերությունը ընդամենը 1500 ձայն է եւ վերահաշվարկն էլ ավարտված չի բացառվում, որ եւս 1500 ձայն ավելանա, ինչպես օրինակ ավելացել է մի քանի տեղամասերում ամփոփման արդյունքում, բայց այստեղ նաեւ 49.9 եւ 50-ի մասին չի խոսակցությունը քաղաքացիների ճնշող մեծամասնության քվեն ստանալու մասին է եւ այդ մեկնաբանությունը թույլ տվեք ձեր հետ չկիսեմ ինչ է նշանակում փոշիացող ձայների արդյունքում ընտրությունների շատ լավ, դե փոշիացող ձայների արդյունքում թող ուժեղ Հայաստանը կարողանար մեծամասնություն կազմել։ Հարգելի գործընկերներ, մենք թույլ կտակ մենք 2.5 անգամ, 2 ավելի քան 2 անգամ ավել ձայն ենք ստացել, քան իրենց ընտրություններից առաջ իշխանություն հռչակած, ինչ-որ տարօրինակ աշխատասենյակում, տարօրինակ կառավարության կազմ ձևավորած եւ տարօրինակ մարդուն պարոն վարչապետող դիմով քաղաքական ուժը։ Բայց ինչպեսի խայտարակություն է հավաքվել մի սենյակում, ձևավորել կառավարություն, ընտրել նախարարներ, ունենալ պաշտպանության նախարար, որը կարծում է թե 155 մմ-անոց տրամաչափով ուրեմն հրետանու միջոցին, այսինքն
մեծ կամ փոքր արկ տեղադրելը ընդամենը որակական խնդիր է, ունենալ մարդ, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացի էլ չի եւ նույնիսկ ընտրություններում հաջողություն հասնելու պարագայում էլ չէր կարող լինել վարչապետ, բայց ընտրություններից 1-2 ամիս առաջ այդ մարդուն ինչ-որ այլ տարօրինակ մարդիկ դիմում են պարոն վարչապետով եւ դրանից հետո գնալ ընտրության ստանալ 23% աջակցության քվե։ Պետք է այդպիսի դիմության 3 ընդդիմադիր ուժերը 540,000 ձայն են ստացել։ Շատ լավ, մենք էլ ստացել ենք 700, ավելի շատ քան 2021 մենք էլ ստացել ենք 730,000 ձայն, մենք էլ ստացել ենք 730,000 ձայն, որը շատ ավելին է, քան ստացել ենք 2021 թվականին։ Չտպավորություն մի ստեղծեք, որ մեր ձայները պակաս է։ 2026 թվականի ընտրություններին առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան ժամը 20:00 ընկած հատվածում Հայաստանի Հանրապետության շուրջ 40,000 ավել քաղաքացիներ գնացել են ընտրության, որոնք մասնակցել են եւ ընտրել են քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Ասում ենք 2020 ես ասում եմ, ուրեմն թույլ տվեք ասել, որ մարդկա իշխանությունն էլ ավելի շատ ստացել։ Ասում եմ 21 թվականին ավելի շատ քիչ ձայն է ստացել, 300 քանի հազար ձայն էր ստացել, հիմա ստացել է 540,000 ձայն 3 ընդդիմադիր ուժերը, մնացած ուժերին չեմ հաշվում։ Հիմա սա արդյոք խնդրահարույց չէ իշխանության համար։ Ոչ, իշխանության համար խնդրահարույց չէ, որովհետև քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է, ես մտահոգվածի տեսք ունեմ կամ մտահոգվածի դեմք ունեմ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե դուք սահմանադրական մեծամասնություն չկազմեք, սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Դուք չեք կազմել մեծամասնություն սահմանադրական, սեպտեմբերին պատերազմ լինելու է, թե ոչ։ Մենք որպես Հայաստանի իշխանություն ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանում լինի խաղաղություն եւ օգոստոսի 8-ին 2025 թվականի հաստատված խաղաղությունը Հայաստանի Հանրապետության համար լինի հավերժ խաղաղություն։ Այսինքն մենք քաղաքացիներից ձեր սահմանադրական մեծամասնություն։ Եվ մենք թույլ տվեք այդ հանգամանքը շատ չկապեմ սահմանադրական մեծամասնության հետ, մենք հաղթել ենք վստահ եմ, որ process-ները խիստ կառավարելի են եւ Հանրապետության վարչապետի առաջնորդությամբ մեզ հաջողվելու է Հայաստանի Հանրապետության խաղաղության ժամանակահատվածը դարձնել տևական եւ հավերժ։ Եթե չունեք սահմանադրական մեծամասնություն։ Այդ հարցի ասոցիատորը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը չի, ես օրենքի շատ մանրամասներին էլ չեմ տիրապետում, գիտեմ, որ երեք նաեւ Տիկին Գալյանի